Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում Կիրակնորյա ծովից ծով փոդքասթն է, ձեզ հետ են Աղասի Ենոքյանը Միացյալ Նահանգներից, Ռուբեն Մելիքյանը Հայաստանից։ Ողջույն Աղաս։ Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն Ռուբեն ջան։ Մեր հերթական հաղորդումը մենք նկարահանում ենք մի քիչ շուտ, զուտ կազմակերպչական խնդիրներից ելնելով, հա։ Մի կարճ նաև այդ կազմակերպչական խնդիրների մասին էլ խոսենք, ուրբաթօր ենք երեկոյան նկարահանում, հա։ Անկեղծ ասած նաև պատճառը իմ զբաղվածությունն է, ես վերջի 2 օրերը ինտենսիվ զբաղվում եմ վեդի այս սահմռկեցուցիչ գործով, այդ գործից ճյուղավորված, այսպես ասենք, գործով, մասնավորապես երեխաների հորեղբոր Թովմաս Թովմասյանի գործով, որը այս պահին, երբ որ մենք նկարահանում ենք, դեռ գտնվում է ձերբակալվածի կարգավիճակով, սպասում ենք, որպեսզի լիներ տեղեկություն են մասին, թե մեղադրանքի հետ կապված ինչ որոշում է կայացվել դատախազության կողմից եւ քանի որ այս պահին չեղավ, իսկ հիմա ուրբաթ ուշ գիշեր է Երևանի ժամանակով եւ դա նշանակում է, որ վաղն է հավանաբար լինելու ինտենսիվ գործողություններ, դրա համար որոշեցինք այսօր նկարել, որպեսզի վաղը ժամանակի խնդիր չունենանք, որտեղ կանխատեսելի չի վաղվա իմ գրաֆիկը, շաբաթօրվա իմ գրաֆիկը։ Ինչևէ ընթացող շաբաթ է, իսկ ձեր դիտողների տեսանկյունից արդեն ավարտվող շաբաթը շատ ինտենսիվ էր եւ կարծում եմ մոտակա շաբաթները նույնպես այդպիսին են լինելու, իրադարձությունները չափազանց շատ էին։ Եվ ասենք, որ ուրեմն մոտակա 1-2 օրը, որ ընդգրկված չի լինի մեր հաղորդման մեջ, հա, նույնպես հնարավոր է շատ ինտենսիվ զարգացումներ, մանավանդ որ Կարոզ Արշավն է այսօր փաստորեն մեկնարկել։ Բայց ամեն դեպքում վերադառնանք մեր ուրեմն սովորական ֆորմատին, մենք միշտ ուրեմն փորձում ենք ամփոփել, թե ինչ եղավ այս Իրան-Ամերիկա, Իսրայելական պատերազմում, Այո, ամփոփելը որն է, մենք բոլորս լսում ենք, դու ներկայացնում ես, որտեղ մենք շատ ժամանակ, ոնց որ թե շատ ժամանակ չենք ունենում դրան հետևելու Հայաստանից, որտեղ իրադարձությունները այստեղ են շատ, եւ ես օրինակ տեղակ չեմ ես մի շաբաթվա մեջ ինչ ա եղել։ Ուրեմն իրականում մի շաբաթվա մեջ բան է, այդ ինչ են ասում, դեժավյու են ասում, ձեյսուրկա են ասում, ինչ է, այս վիճակն է, ինչ եղավ, փաստորեն Տրամփը հայտարարեց, որ իրենք հաղթել են, պատերազմը ավարտվել է, նավթի գները մի քիչ անկան, հետո ասես չէ, մենք էլի ենք կրակելու, նավթի գները բարձրացան, հետո ասես չէ, մենք հաղթել ենք, այսպեսի մի բան վիճակ է, կրակում են, հետո ասում, բայց դա չի նշանակում, որ պատերազմը չի ավարտվել, փաստորեն մի ինչ-որ պատահական վիճակ է ստեղծվել, հիմնականում դիվանագիտությանն է կարծես թե հիմա խոսքը, դիվանագիտությունն էլ բավականին բարդ ու դանդաղ է ընթանում, ուրեմն Իսլամաբադի միջոցով իրար մեսեջներ են փոխանցում, հա, ինչ-որ չգիտեմ, թղթի վրա երևի գրած ասում են, ես եմ ուզում, եւ այս առումով ուրեմն այս շաբաթը շատ նման էր նախորդ շաբաթին, հա, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ ուզում է փաստորեն այդ նավերին ուղեկցում տալ, որի դեմ բողոքեց ոչ փաստորեն բազմասագնացել է կոլիսային Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ թույլ չի տա իր տարածքը օգտագործի դրա համար, եւ Տրամփը ասաց չէ, միտքս փոխել է։ Դե որովհետեւ վախենում է, որ որպես պատասխան Իրանը կհարձակի Սաուդյան Արաբիան ուզում է այդ ամենից դուրս մնա, հասկացա։ Ահա, ուզում է դուրս մնա։ Բայց մոտավորապես այն եղավ, ինչի մասին մենք նախորդ անգամ ենք խոսում։ Հիշեցնենք, որ պատճառը, որ Տրամփը ստիպված եղավ երևի թե հայտարարել, որ պատերազմը ավարտում է, հետո էլ որ հաղթել է այդ պատերազմում, նա էր, որ 60-օրյա ժամկետներ իրենց համադրությամբ նախատեսված, օրենսդրությամբ նախատեսված ավարտվել։ Այո։ Հա, որ առանց կոնգրեսի համաձայնության կարող էր ռազմական գործողություններ վարել Ամերիկայի տարածքից դուրս, վստահ լինելով, որ, այսինքն հակառակը վստահ չլինելով, որ կոնգրեսը կհամաձայնվի շարունակել այդ գործողությունները եւ հիմա փաստորեն պատերազմը վերջացել է, բայց հենա ոչ այնքան է վերջացել, մենք անցել անգամ այդ տարբերակը քննարկեցինք, հա, դե որ կրակում եք, այդ ինչ է, բան չի, ուչենյա չի, որ կրակում եք, պատերազմական գործողություն է, էլի։ Մի խոսքով, սենց վիճակ փաստորեն մեր հարևան
տարածաշրջանում։ Տարածաշրջանում։ Դե փաստորեն դրսի հետ կապված որպես կարևոր նորություն անցած ընթացքում երևի Երևանում կայացած այդ եվրոպական քաղաքական համենքի այդ սամիտներ, հա։ Մակրոնը, Զելենսկին եւ բոլորը։ Այն Վիննիփուխի Մակրոնը, Զելենսկին եւ Ալիևը։ Ասեմ Հա։ երեք հիմնական հերոսները, հա, Մակրոնը, Զելենսկին եւ Ալիևը, եւ սրանք բոլորը խոսում, սրանք ասենք, բանը Զելենսկին առանձնապես չէ, բայց մնացածը խոսում են այն մասում, որ իրենք ուզում են, որ Նիկոլը դառնա Հայաստանի հաջորդ ղեկավարը։ Փաստորեն սա չի համարվում ուրեմն հիբրիդային միջամտություն, հա, Հայաստանի ընտրություններին, որովհետև սա Եվրոպան է անում։ Այդ Ռուսաստանը անի հասկացանք, բայց դա Մակրոնը որ անում է դա ինչ հիբրիդային։ Մակրոնը հիբրիդային չի, Մակրոնը հատա է, հա։ Տես ո՞ս կլինի։ Դե ինչ եղավ, փաստորեն Զելենսկին էլ, Ալիևն էլ օգտագործեցին Երևանյան հարթակը իրենց խնդիրները առաջ քաշելու համար, հաթաթա տալու համար, Զելենսկին իր հերթին Ռուսաստանին, Ալիևը իր հերթին Հայաստանին ու նաև Եվրոպային, հա։ Եվրոպայից դժգոհեց, բողոքեց, որ վատ բաներ են իրենց մասին ասում։ Փաստորեն այսքանը կարելի ասել երևի, ոչ մի կոնկրետություն չկար, ինչ ասեմ, ոչ մի դրամ ինվեստիցիայի մասին խոսք ասացին, որ լավ կլինի, որ բերեն Հայաստանում ինվեստիցիաներ անեն, բայց մեկ մարդիկ այդ ինվեստիցիա անողները կոնկրետ մարդիկ են, դրանք այդքան էլ քաղաքական գործիչներ չեն, եւ նայեմ տեսնում, որ ասենք օրինակ Հայաստանում, երբ որ ինվեստիցիա են արել, ասենք Սամվել Կարապետյանը խլում են այդ արած ինվեստիցիան, բնականաբար այստեղ ինվեստիցիաներ անելը շատ վտանգավոր է։ Խոսք նույնիսկ չգնաց ամենաէլեմենտար խոսակցությունը, խոսք չգնաց այն մասին, թե արդյոք Հայաստանը դիմելու է Եվրամիություն մեջ մտնելու համար, թե ոչ, այսքան խոսում է Եվրոպա, բայց նույնիսկ այդ դիմումը չեն ներկայացրել։ Ես չգիտեմ, ակնհայտ էր, հիշում ես մենք այն ժամանակ էլ մենք դիտարկում ենք այս տարբերությունից, մեզ չի որ ինչ որ ես ինչ խելացի էր պետք լինել, որ Եվրոպան փորձելու է օգնի իր բարեհաճությունը վայելող Նիկոլ Փաշինյանին եւ էս էլ իրանց օգնություններ էլի, որ մի բանով օգնեք, դե հարց չկա, կգանք ստես կգովենք, մի հատ երկ կերքենք, մի հատ ծափ կտանք, մի հատ շունիկների հետ կխաղանք, սենց առավոտը կվազենք, կեթանք մեր գործերով, էլի սենց մոտարապես։ Դե ի վերջո մեծ խնդիր էլ չի, մանավանդ որ այդ ամեն ինչը Հայաստանի բյուջեի, այսինքն իմուքով փողերի հաշվինակատարում, հա։ Եվ այս առումով ես կարծում իրանց համար որևէ խնդիր չկար։ Ուղղակի մի բան մենք պետք է հստակ հասկանանք, որ Եվրոպային Հայաստանը առանձնապես պետք չի։ Եվրոպային առանձնապես բառն էլ տեսակ, չգիտեմ, առանձնապես բառը տեղին է թե չէ։ Իրանց խնդիրը Ռուսաստանին այստեղից դեմ ինչ որ քայլեր անելն է, այն մարդիկ լավ ձև են գտել անելու։ Հիմա դա է, օրինակ, ես ինչ էի այսօր մտածում, նաև տեսնելով Ռուսաստանի ռեակցիան, որը որ դե հիմա տրամաբանական է, որ մարդիկ ասում են, ինչ եք անում, այն գերներ, չէ՞, ասենք տրամաբանություն կա։ Եվ ես ուզում եմ մի հատ զուգահեռ անցկացնել, չգիտեմ ինչքանով է տեղին, ինչքանով չէ, այս նիկոլականները, երբ որ խոսք է գնում Արցախի հետ կապված հարցերի կամ Ադրբեջանի, Թուրքիայի պահանջները չկատարելու մասին, միանգամից ասում են, «Էդ ում երեխեքի հաշվին եք ուզում պատերազմել, էդ ում երեխեքի հաշվին եք ուզում պատերազմել»։ Հիմա հարցը առաջանում, եթե դուք ակնհայտ թշնամական գործողություններ եք անում, տիկնայք եւ պարոնայք նիկոլականներ, ակնհայտ թշնամական գործողություններ եք անում Ռուսաստանի հանդեպ։ Հիմա հարցը առաջանում, «Էդ ում երեխեքի հաշվին եք ուզում պատերազմել Ռուսաստանի դեմ»։ Լեգիտիմ է հարցս։ Հա, կարծում եմ լեգիտիմ է։ Պաստորեն եւ ի վերջո գիտես, այստեղ խոսքը նաեւ բանի մասին է, թե այդ ու ցես հենց Հայաստանին հենց վնաս է տալիս այս ստեղծված քանի այս միտումը շարունակվելու դեպքում կավելանան այս սանկցիաները, խոսքը միայն պատերազմի մասին չի, խոսքը նաև ֆինանսների մասին։ Դե պայմանական եմ ասում, էլի պատերազմի մասին, այսինքն լայն առումով, հա։ Էդ էլ է պրոբլեմատիկ, երբ որ սանկցիաների պատճառով մենք ունենանք գնաճ, մենք ունենանք կենսամակարդակի կտրուկ նվազում, գազի գինը թռցնեն, սառը ձմեռներ։ Դե գիտես ինչ, հիմա փաստորեն Նիկոլա սովորել է, որ ահա որ տեսնեմ, որ ընդհանրենք Ռուսաստանում չեն առնում մեր ապրանքները, մենք տնտեսական խնդիրներ ունենք, կգնա էլի փող կվերցնի պարտքով, բայց այդ օրից էլի ում երեխեքի հաշվին է վերցնում։ Դե հա, դա էդ եմ ասում, փաթեթը էդ է։ Վերցնի
թոշակառուներին կտա 10,000, ԿՊԱ-ականներին կտա 10 միլիոն եւ ուրեմն կթվա իրեն թե ԿՊԱ-ականները կլինեն ուրախ ու իրանք կթվա թե թոշակառուները պետք է 10,000-ը ուրախ լինեն։ Սա այս տրամաբանությամբ փորձում են ընտրություններում հաղթել։ Բայց նայ, ես մի բան եմ ուզում ասեմ ու այ վերադառնանք այն սկզբում նշած թեմային, հա։ Սա համարվում էր ուրեմն Նիկոլի համար մեծ ֆուրոր եւ այս ամեն ինչով ուրեմն այս եվրոպական ընտանիքով, չգիտեմ ինչով, այնտեղի քեֆերախություններով նա համարում էր, որ փաստորեն մեծ քայլ է արել ընտրություններում հաղթելու համար։ Այո։ Բայց հենց դրա փաստորեն հաջորդ օրը տեղի ունեցավ այդ վեդի դեպքի բացահայտումը, որը ես կարծում եմ ջնջեց մեծավ մասամբ այդ եվրոպական, չգիտեմ, ինչ ասեմ, էյֆորիան ջնջեց, հա։ Այդ դրա համար ես ուզում եմ հասկանամ մի բան, ինչի համար եղավ դա, ինչի համար այն պարտակում այդ դեպքը։ ԿՊԱ-ականներ են ընդգրկված այս ամեն ինչի մեջ, ինչ է կատարվում, էլի։ Ես իմ անձնական կարծիքը ասեմ։ Հա։ Ես իմ անձնական կարծիքը ասեմ, իրականությունը իմ կարծիքով այն աշճան տրիվիալ է, որ նույնիսկ տենց ինչ-որ բարդ սխեմաներ էլ պետք չի ման գալ։ Ուղղակի պետական ապարատը, երբ որ գործը վերաբերվում է ոչ քաղաքական գործերին, չի աշխատում։ Չի աշխատում։ Այսինքն այնքան մեծ է պետպատվերը օպերատիվ բլոկի վրա, մնացած բլոկների վրա, որ գնալ քաղաքական ընդդիմատել, լսել, էս անել, հետևել եւ այլն, այդ մարմինները իրանց հիմնական ֆունկցիան իրականացնելու ժամանակ չեն ունենում։ Իմ բացատրությունը ուղղակի դա է։ Եվ իրանցից սպրոսել չկա, պահանջողել չկա։ Ինչի, որտեվ հայկական իրականության մեջ պրոբլեմը առաջանում այն ժամանակ, երբ ինքը հայտնվում է համացանցում։ Հասկացում։ Ես այդ եմ տեսնում։ Այսինքն ասել, որ ինչ որ հատուկ բանա մի քիչ ձեռը պահ կմնա, վստահ չեմ, որ այդպես է, լավ, առնվազն սենց ասեմ։ Ու տեսեք ինչ ստացվեց, այս ամեն ինչի արդյունքում առաջացավ խնդիրը նաև հորեղբոր այդ որ մարդը տեսավ, որ ախպեր ջան, հենա ոնց որ տեղեկություն կա, այս կա, այն կա եւ այլն, մարդիկ ֆրֆռում են ազատ։ Երկու դիպված։ Առաջինը, որ նա այդ մանկապիղծներից մեկին տեսնելով ինչ որ գործողություններ, դա դեռ ապրիլի 26-ին։ Այդ ժամանակ նես չի որ իրան բան են արել, էլի տենց որևէ տենց ռեպրեսիաներ չեն եղել, նու ռեպրեսիա բառը չօգտագործենք, քրեադատավարական հետևանքներ չեն առաջացել։ Եվ մի հատ էլ մայիսի 6-ին, երբ որ մարդը չէր հասկանում ինչա կատարվում, փաստաբանները գնացել էին, փաստաբանների գնալուց անմիջապես հետո նու իրականում քնչական է, բայց դե զանգողը ոստիկանությունն էր, հիմա մարդիկ պարտավոր չեն իմանալ, որ ոստիկանություն, քնչական, տարբեր մարմիններ են եւ այլն, որ պետքա երեխեքին հարցակննենք։ Ու այդ մարդիկ գիտեն ախր, դու պատկերացրու ախր տեսբան Ամերիկայում, որ լիներ այդ մարդկանց ոչ թե գործից կհանեին, դու ենթադրում եմ նաեւ կդատեին։ Այն քննիչը, որը որ չի ֆայմել, լավ, չգիտեմ նույնիսկ ինչ բառ օգտագործեմ, ոնց է այդպես որոշում կայացրել։ Մանկապղծության մեղադրանքով բերել երեխուն նստացնել փաստացի այդ ենթադրյալ մանկապիղծի առջև, առանց ծնողների, առանց այլ օրինական ներկայացուցիչի, առանց փաստաբանի, առանց վստահություն վայելող որևէ մեկի օտար տեղ, այդպես ով է անում։ Հələ մի հատ դու որ ձեր մոտ հարցնես որևէ տես մի փոքր էս բանից հասկացող, ասում տես բան չի կարա լինի։ Դրա համար մեր օրենքը նախատեսում է գործիքակազմ, մեկը մի սենյակում է լինում, մյուսը մյուս սենյակում է լինում, երեխայի հետ նախապես աշխատում է հոգեբանը, կոնտակտ է ստեղծում, պատրաստում է երեխային այդ ծանր հոգեբանական վիճակին, հասկանում ես, այս բաներ են լինում։ Ու պարզ է, որ մարդիկ այդպես լարված հոգեբանական վիճակում։ Ես չեմ ուզում որևէ բան ոչ արդարացնեմ, ոչ ինչ որ բան անեմ, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը պետք է հաշվի առնենք։ Ու այդ լարված վիճակում ինչ որ զրույց մարդիկ իրար չեն հասկանում, գնում են իրար տեսնելու ու մեկ էլ այս հորեղբայրը տեսնում է, որ այդ ոստիկանների կողքը կանգնած է այն մյուս մանկապիղծը։ Հիմա դա պատահականն է, ինչ է, ինչ չի, ես չեմ պնդում, որ դա դիտավորյալ է, դա սադրանք է եղել, քնչականի մոտ է եղել հանդիպումը, շատ հնարավոր է ինքն էլ եկել էր այդ քնչականում մեկ այլ գործողության, տենց ոչ մեկ իրան չէր բերել, ինքն իր ոտով եկել էր։ Բայց դες չի լինում, էլի։ Եվ
Սյուզի Բադոյանի շնորհիվ այդ պետքա ֆիքսենք, Սյուզի Բադոյանը սրանով շատ կարևոր գործառույթ կատարեց։ Առաջինը ես դրա մասին խոսել եմ, մեր երեխաների պաշտպանվածությունը բարձրացրեց։ Մենք տեսանք այդ խնդիրը եւ այդ խնդիրը ինչ որ ձևով շատ կամ քիչ լուծվելու է եւ հասարակությունն էլ իր քչից շատից առողջ վերաբերմունքը ցույց տվեց սրան, իր զրո հանդուրժողականությունը եւ դա չգիտեմ էլի։ Եվ երկրորդը ցույց տվեց, որ լրագրությունը всё-таки աշխատում է։ Եվ այս ամեն ինչի շնորհիվ մենք ունեցանք այն վիճակը, որ 2 հոգի կալանավորվեցին 3, այսօր ես նաև նոր տեսա, որ երրորդ անձն էլ է կալանավորվել, եւ ես մեծ հույս ունեմ, որ ամբողջական քննություն է իրականացվելու այսքանից հետո գոնե, որտեղ մեր երկրում ես գիտեմ մարդիկ, որոնք որ սրա մասնագետներ են, կարող են այդ քննությունը իրականացնել։ Այսինքն սա պրոֆեսիոնալիզմ է ենթադրում։ Ընդհատեմ քեզ, այսպեսի մի հարց էլի, հիմա փաստորեն, եթե Սյուզի Բադոյանը չլիներ, եթե այս խոսակցությունը չընկներ ուրեմն ինտերնետ, լրատվամիջոցներ, ասես պարտակելու են գնար, հա։ Եվ շարունակվելու էր այդ անգամ։ Ես չգիտեմ, ես վախենամ, որ տես լիներ։ Ես վախենամ, որ օրինակ ինչ որ մեկը ներվերը չէր դիմանա, մի հատ էլ շատ ավելի անդառնալի հետևանքներով քայլ կաներ օրինակ այս մյուս կողմից, ու այդ ժամանակ կարող է արդեն ասեն, վայ, ես ոնց եղավ, որ սենց եղավ։ Բայց նրա համար եղավ, որ պետությունը իր գործառույթը չի իրականացնում, չէ՞ որ տեսության են ամենացածր, вообще քրեական համակարգի ինչի համար է։ Հասարակության են այբուբենը որն է, որ եկեք բոլորս մեր իրավունքները զիջենք, որովհետև պետությունը մեր իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու է։ Բայց եթե չի զբաղվում, մարդիկ ինչ անեն։ Ընդ որում սենց ցայտուն օրինակով, սենց այն ահասարսուր օրինակով։ Եվ այս է հարցը, ես օրինակ այն կարծիքին եմ, որ եւ սա էլ դրա դրսևորումն է, էլի, որ երբ որ կոռոզիա է սկսում համակարգում քաղաքական պատճառով, դա չի տարածվում մենակ քաղաքական դեպքերի վրա, դա բոլոր դեպքերի վրա է տարածվում։ Որակը ընկնում է բոլոր դեպքերի մասով։ Հնարավոր չի ջրի մեջ, չգիտեմ, յուղ լցնել եւ այդ յուղը ջրի մի մասին վերաբերվի, այն մյուս մասին չվերաբերվի։ Ամբողջ ջուրը այդ նույն բանով է լինելու, կամ չգիտեմ, հա։ Կամ ասենք ջրի մեջ մի կաթիլ կամ որոշ քանակությամբ թույն են լցնում։ Այդ թույնը նես չեղա, որ այս վերևի հատվածին վերաբերելու է, ներքևի ջուրը մաքուր է մնալու, դա չի կարող լինի։ Այս սրա դրսևորումն է, էլի։ Եվ այս առումով հարցը քաղաքական է։ Այո, լրիվ քաղաքական է, դա ուզում ասայի, պաստորեն ինչ։ Կուսակցական չի, բայց քաղաքական է։ Համակարգը, Նիկոլի Սարգսյաց համակարգը կարողանում է աշխատել մենակ ինչ որ մեծախոսության վրա, կարողանում է աշխատել միայն զիջումների վրա, դրսից, հա, իսկ ներսում չի կարողանում մարդկանց կյանքը կարգավորի։ Ու գիտես ինչն է հարցը, ես էդ էլ ասեմ, էլի շատ կարճ, իրականում շատ նորմալ լավ դատախազներ ունենք, քննիչներ ունենք, ոստիկաններ ունենք, նես չի էլի, որ այդ կադրերը չկան։ Ուղղակի ճիշտ չի կատարվում կազմակերպումը։ Գիտես, ուզում եմ ասեմ, սա իհարկե համեմատելու բան չի, սա շատ ավելի սարսափելի դեպք է, բայց նայում ես, ասենք, մյուս բաներն էլ չեն կարգավորում։ Շատ են սպանությունների դեպքերը, անընդհատ ես կարդում լրատվամիջոցները, որ էլի այդտեղ դեակ են հայտնաբերել, շատ են ավտովթարները թվում նաև մահացու ելքով։ Չգիտեմ, թե ուզես ասֆալտի հետ կապված այս կայտարակ պատմությունը։ Հələ մի բան ասեմ, այ լավ ասիր ավտովթարների մասով։ Տես, նրա արտահայտությունը, որ իրականում մարդիկ սկսում են զբաղվել միայն այն դեպքում, երբ խնդրեմը հայտնվում է համացանցում, էլի մոտ մի երկու օր առաջ մի հատ դեպք եղավ, որ դա ցայտուն օրինակն է, եւս մի ցայտուն օրինակ։ Հիշում ես այն 19 տարեկան այն ֆիքստուլ տղայի պատմությունը, որ տենց համացանցում հայտնվեց, որ գնացել մտել էր տենց բաներ անում, էլի ֆարսաժներ էր անում, գնացել մտել էր դիմացի ավտոբուսի մեջ։ Այդ դեպքը եղել էր որոշ ժամանակ առաջ։ Այդ դեպքի մասին ոչ մեկ չէր խոսում, այդ տղան տենց ազատության մեջ ֆրֆռում էր, ընդ որում ես չեմ ուզում ասեմ, որ ինքը պետք է ազատության մեջ լիներ, դա տենց չի ասածս էլի։ Ամեն դեպքում որևէ խնդիր չկար։ Մեկ էլ այդ հարցը դարավ ինտերնետի սեփականություն, այդ տղան ոնց որ ինչ որ տես անկապ բան էր արել, բռնել էր այդ տպավորություն էր ստեղծում, որ ինչ որ ծաղրում է, բայց դե ոնց որ թե այնքան էլ դա տենց չի, այդ ամեն ինչը էլի։
Մեկ էլ մի անգամից տենց մարդիկ սկսեցին բողոքել, հոպ մի երկու ժամ հետո որոշեցին, որ պետք է այս տղային կալանավորել, գնացին են վատ ձևով բռնեցին, ցույց տվեցին, թե ոնց են ձեռերը ցալած բանի, ինչ են ասում, բադիկի ձևով տենց են դրան ասում էլի։ Ձերբակալում այդ ցալած վիճակում արժանապատվությունը նվաստացած, նու լավ տես չասեմ, ամեն դեպքում են բան ձևով էլ են ձեռերը վերև տենց ինչ որ մարմինը առաջ հասկացա։ Հիմա ինչի տենց եղավ, որովհետև մարդիկ սկսեցին խոսել, չէ՞ որ չխոսային, ինչ էի կանելու։ Տենց էի կանելու, չէի կանելու, չէ։ Պաստորեն շոուի երկիր է դարձել։ Դե դա էլ։ Լրիվ շոուի երկիր է այսօր Հայաստանը եւ հիմա Նիկոլ ուզում է հաղթի հենց այդ շոուի շնորհիվ, հա, շոուի միջոցով։ Դե ասենք արդեն բանին չէ երևի։ Ընտրությունների թեմային չէ, պաստորեն պաշտոնական մեկնարկը տրվեց։ Այդ ընտրարշավի այսօր ընկերներիցս մեկը հարցնում էր ասում է, ի՞նչ պաշտոնական մեկնարկ ա տվել։ Դե ասում ենք ընտրարշավի մեկնարկն է։ Այս ուրբաթ օրը էլի դուք Կիրակի եք դիտելու, մեկ նկարում եք ուրբաթ ուշ երեկոյան, ուրբաթ օրը փաստորեն պաշտոնական մեկնարկներ։ Ընկերներիցս մեկը արտասահմանում ապրող ասում է, այս ճիշտ է լսել որ մեկնարկն է քարոզարշավի, ասում եմ, հա։ Ասում եմ, բայց այսքան ժամանակ ինչ էին անում։ Այսինքն մինչև հիմա Նիկոլը որ գնում էր, չգիտեմ, գյուղից գյուղ, ասենք կոկորոզո պերաշկերուտում միջև դա քարոզարշավ չէր, էլի։ Գործի մեջ էր, դա քարոզարշավ ոչ միայն Նիկոլը մի քանի դիմադրուժել էր քարոզարշավ իրականացնում, պրոստը ասենք մարդկանց համար, որ այս ժամանակահատվածը արդեն օրենքով հստակ կարգավորված է, ցանկացած ծախս կարելի է անել միայն նախընտրական հիմնադրամներից, այնտեղ պաստառների հետ կապված բաներ կան։ Հիմա փաստորեն այդ բան բյուջեի փողերով չի կարող կոկորոզը։ Հա, հիմա արդեն մուծված փողերով կարող են բանանել, լավ է, էլի, գոնե հիմա բյուջեի վրայից այս մի քիչ իրանց բանը դուրս կգա, այս սարաբերվածությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ ոնց որ արձակուրդի մեջ է։ Հա, հիմա արձակուրդի մեջ է։ Իսկ ով է ընդհանրապես։ Դե չգիտեմ, տեղակալներից մեկը պետք է լինի, էլի։ Հիմա գիտես, ուրեմն այս ամենահետաքրքիր փաստը այս ընթացքում այդ ընտրակաշառքներն են։ Նախ ես չեմ հասկանում, եթե նախընտրական process չկա, ինչ ընտրակաշառքի մասին կարելի է խոսել։ Երևի ընտրակաշառքի մասին կարելի է խոսել հենց ընտրությունների մեկնարկից հետո, չէ՞։ Այսինքն քարոզարշավի մեկնարկից չէ՞ նկատի ունես։ Ահա, քարոզարշավի Չէ, նայ, այդտեղ մի տես տրյուկ են արել, ընտրությունների process-ը համարվում է սկսված, երբ որ հանրապետության նախագահը հիշեցնենք, որ տես մեկը կա է, որ դաշնամուր անվագում է, որ գնում է մերելների հետ նկարվում է, տես մի հատ անունն եմ մոռացել, տես մի հատ մարդ կա էլի, որ իբր թե պիտի համերաշխության երաշխավոր լինի, բայց դե ինքը ոնց որ թե ուրիշ բաների երաշխավորը, հա։ Այդ ազնվորությունը ըստ սահմանադրության ինչ որ մի պահ հրամանագիր է ստորագրում, որով նշանակվում է ընտրությունների օր։ Որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաքվում է, ժամանակացույց է սահմանում, այսինչ օրվանից դուք կարող եք դիմել արդեն գրանցվելու, այսքան ժամանակ գրանցվելու համար, այսքան ժամանակ քարոզարշավի, սենց բաներ։ Այդ օրվանից է համարվում արդեն ընտրությունների process-ը սկսած եւ քարոզարշավը դրա կարևոր փուլերից մեկն է։ Իսկ դա այդ process-ը սկսել է կարծեմ փետրվարին։ Հիմա լավ, ինձ մի բան էլ բացատրի։ Փաստորեն խոստանում է Նիկոլը լիքը բաներ, կոնկրետ ասենք Ավինյանը ինչ որ մեկին, չգիտեմ, այսօր կարդացի ֆոտոապարատ նվիրել, Այդ շատ կարևոր փաստ է այդ ֆոտոապարատը։ Այն բան գոհարներ գրել էր, ասում էր, այ ախպեր ջան։ Գրել ես անաս։ Հա։ Նիկոլը գնացել է ինչ որ գյուղ քաղցրավենի կա բաժանել, հա։ Ուրեմն դրանք ընտրակաշառք չեն։ Հա, ես կարդացի լրատվամիջոցներում։ Դա ընտրակաշառք, այսինքն եթե դա գնում է ակնհայտ բաց լրատվությամբ, դա ընտրակաշառք չի, իսկ եթե գաղտնալսվել է, դա ընտրակաշառք է, դեցա ունի մեկնաբանվում։ Ախր դա հասկանում ես, չի աբսուրդ է։ Գոհար Ղումաշյան շատ լավ գրել էր, ասում էր, այ ախպեր ջան, հələ մի վարքյա դնի։ Ինձ տելևիզոր նվիրելու խոստման համար բռնում եք, ես ինչեր եք անում այս կոմենկոմ, էդի հանցագործություն է, բայց Ավինյան Տիկոն Ափաշկյարա դնում ֆոտոապարատա մի երեխու մեկին նվիրում, դա տենց ո՞վ է դες բան տեսել ախր։ Կրկնեմ Մսյո Մակրոն էլի սենց, որ կարելի է ամեն դեպքում ասել մսյո Մակրոն, էս ո՞նց անում, ձեր մոտ տենց է։ Որովհետև այդ մի դեպքը գաղտնալսվել է, սա չի գաղտնալսվել, ուղղակի ասենք, չգիտեմ, հեռուստատեսությունները նկարել ցույց են տվել։ Դե հա։ Այսինքն սա այն ամենակեղտոտ, ամենավատ կիրառումն է իրավունքի, որ իրավունքը
մարդկանց մի մասին կամ կարելի է, իսկ քաղաքացիների շատ ավելի լայն մասին չի կարելի, հա, դա լինում է այդպեսի բան։ Աշխատում է։ Դե հիմա ինձ ես հարցնում, ես ինչ ասեմ, բայց հավատ տանեմ, ես այդ մարդկանցից եմ, որ առաջին իսկ օրերին, երբ որ Նիկոլ Փաշինյանը արդեն ընտրական process-ը կար, այդ որոշումը հրամանագիրը կար, եւ էլի առաջի դեպքը որն էր, հիշում ես, որ մեկը մոտեցել էր, ինչ որ աշխատավարձի բազար էր անում, իսկ գործի իսկանով չէր ընդունում 14011, որ տես դավայցի 11-ով պայմանավորվենք, всё, դու 11000-ով համարի քեզ ընդունվեցիր աշխատանքի, տեղ արդեն այդ մարդու պետքա բռնեի։ Այս ժանրի կանոնների։ Էլի նույն պատճառն է, հասկանում ես, դա գնացել է, ասենք, հարայինի ուղիղ եթերով։ Իսկ եթե գաղտնալսեին, այդ ժամանակ ուրեմն կարող է բռնեին։ Հասկացա։ Չգիտեմ, ինչ-որ շատ հետարքիր ոնց է դա կոչվում, քրեա, իրավա, դատական ինչ-որ մի պրոցեսներ են ընթանում։ Այդ որ նոր իրականություն է, նոր իրական ինչ-որ ինչ իրական էլի, տենց սյուրռեալիստական իրականություն է, էլի։ Իրավաբանության հերը անիծելու մասին, էլի։ Չգիտեմ, ինչ-որ մի նոնսենսի մեջ ենք մտել եւ փորձում են այս պայմաններում խոսել ազատ ընտրությունների մասին։ Ես կարկանում եմ, այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են։ Ոչ միայն այսօր մի շաբաթ ամեն օր կարելի է ավելի բարձրաձայն դրա մասին խոսել, ես տենց կձևակերպեմ։ Ամեն օր կարելի է դրա մասին խոսել ավելի բարձրաձայն, որովհետեւ ամեն օր այդ խախտումների այդ բանը վիրտուալ գիրքը լրացվում է, հիմա երևի արդեն Լենինի հատորների ծավալին է մոտենում, էլի։ Գիտեմ, տեսնենք այս process-ները ոնց են գնալու, հույս ունենք, որ այս ամեն ինչը կմնա, չասեմ, տրամաբանությունից մեծ շեղումներ չեն լինի։ Դե ունես դու նման հույս։ Ես հույս ունեմ, որ мы доживем до выборов, ռուսերեն ասած, հա, գոնե որտեվ այդպես մարդ որ մի փոքր կենտրոնանա թե ինչ են խոսում, ինչ մեսեջներ են տալիս, ինչ այլանդակություններ են անում, կարող է ֆակտախփի տեղում մնա, էլի, ասենք, պրոստը, էլի, դա մարդկային բանականության շրջանակներից դուրս է, պետք է մի փոքր փորձել առողջությունը պահպանել։ Դրա համար էլ փաստորեն փորձում են մարդկանց բերել մի վիճակի, որ ուղեղները անջատած ապրեն։ Էլի, ճիշտ ես ասում։ Լավ, այսքանով ավարտենք այսօրվա ծովիսովը, հիշեցնեմ, որ ուրբաթ օրն եք սա նկարում, կիրակի օրն եք դուք դիտելու, այն ինչ որ տեղի է ունեցել շաբաթ օրը եւ կիրակի օրը մինչեւ 20:00 Երևանի ժամանակով, մենք դրա համար կներեք ատվիչա չենք։ Դե լավ, ուրեմն կհանդիպենք փաստորեն հաջորդ կիրակի, հա, առայժմ սիրելի դիտողներ, ստեսություն։